Միանտապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր Մոսկվայում հանդիպելու են Փաշինյանը եւ Պուտինը, ընդ որում այս հանդիպումը կայանում է հայկական կողմի նախաձեռնությամբ, թե ինչով էր պայմանավորված նման հանդիպման անհրաժեշտությունը, տարբեր ենթադրություններ ու բարկազներ են շրջանառվում, ոմանք կարծում են, որ ամեն դեպքում մինչև ընտրությունները պետք է հայկական երկաթուղու կառավարման հարցը լուծվի, մյուսները կապում են հենց բուն ընտրությունների հետ, կոմերսանտն է անդրադարձել հանդիպմանը եւ գրել հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրաշարժի հիմնական հարցը, սա ստիպում է Նիկոլ Փաշինյանին ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ հակառուսական քաղաքականության մեղադրանքները հերքելու համար։ Դուք ինչ կարող եք ասել, դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչով կարող էր պայմանավորված լինել նման անհրաժեշտություն։ Հիմա հրապարակվում է, որ հանդիպում են, իսկ մենք ինչով ենք վստահ, որ չհրապարակված հանդիպումներ չեն եղել կամ ամենօրյա հեռախոսային կապ չի գործել։ Հիշում եք ժամանակին էլ պարոն Փաշինյանը որպես իր նվաճում էր ներկայացնում մինչև պատերազմը, որ Ալիևի հետ ուղիղ հեռախոսային կապ ունի, այդպես էլ չեմ հասկանում, գուցե ուրիշներն են հասկանում, այդ կապը շարունակում է գործել, թե չի շարունակում գործել։ Այսինքն իրենց բորշը, իրենց գթալը, լուրջ բան չեմ տեսնում այդտեղ նախընտրական տրամաբանության մեջ, այո, թե ինչպես պարոն Փաշինյանը կկարողանա հոգուտ իրեն ծառայեցնել այդ հանդիպումը, հրապարակված հանդիպումը, կամ մյուսներն ինչպես հոգուտ իրենց կծառայեցնեն, դա արդեն քաղաքական մանիպուլյացիաների դաշտից է, որ պիտի որ քիչ հետաքրքրի։ Իսկ երկաթուղու կառավարման հարցը կարող է այս փուլում լուծվել։ Երկաթուղու մասին վստահ եմ, որ մերոնք որևէ ավել բառ չեն արտաբերում, քան թույլատրված է Մոսկվայից։ Եթե անգամ դա Մոսկվայի դեմ է, իբրև թե ճակերտներում։ Այսինքն չսպասել, որ կարող է կառավարման հարցը փոխանցվել թեկուզ ղազախական կողմի, թե այդ տարբերակը բացառել։ Չէ, ամենևին իմ ասածից դա պետք չէ բխեցնել։ Իհարկե, Մոսկվայի հանձնարարությամբ կարող է լինել նաև այն, որ փոխանցվի մեկ ուրիշին։ Այստեղ պետք է հասկանալ Ռուսաստանի խնդիրը, իսկ Ռուսաստանի խնդիրն է, որ ինքը փայաբաժին ունենա։ Մեղրին շատ կարևոր ստրատեգիական հանգույց է։ 3 այդպիսի հանգույց կա Հարավային Կովկասում։ Մի ժամանակ երկուսը մերն էր, մեկն ադրբեջանցիներին է։ Հիմա երկուսն իրենցն է, մեկը մերը։ Շուշին, Մեղրին եւ Նախիջևանը։ Հիմա ամբողջությամբ գնում է Մեղրի շուրջ պրոցեսը, գործընթացը, եւ Վազգեն Սարգսյանն իզուր չէր ասում, որ աշխարհի տերերին, այո, բերելու է մեր դուռը Մեղրին։ Ուրիշ բան, որ կարող է մեզ դռնից դուրս շպրտեն, եթե մենք դարձյալ ապաշնոր լինենք, ինչպես ապաշնոր գտնվեցինք Շուշիի պարագայում։ Պարոն Հայրապետյան, հիմա այս ընթացքը նախընտրական այս իրողությունները կամ ոչ ֆորմալ քարոզարշավը, որ մենք տեսնում ենք, հույս տալիս է, որ լավ կարող է լինել, ընտրությունների արդյունքները կարող են այնպիսին լինել, որ բխի մեր պետության շահերից, ըստ այդմ նաև հույս ներշնչի քաղաքացիներին, որ Մեղրիի հարցում մենք կկարողանանք ամեն դեպքում մեր շահերը պաշտպանել եւ պահպանել։ Այնքան մի քանի շերտի բան ասացիք, եթե կարողանամ հիշել հերթով անդրադառնամ, ասեք նախընտրական քարոզը ըստ օրենսդրության սկսված է թե ոչ, կարծեք թե ոչ։ Այո, պաշտոնականը ոչ։ Ես հիշում եմ 1995 թվականին կար մի հրաշալի կուսակցություն, որի անդամը չէի, ազգային պետություն, բայց իրենց թերթի գլխավոր խմբագիրն էի, շրջանթերթի, եւ որպեսի հանկարծ որևէ օր խախտած չլիներ, Սամվել Շահինյանը կազմակերպեց խմբագրության հետ հանդիպումների շարք Սյունիքում։ Իբրև մեզ հետ էր հանդիպումը, բայց մարդը կարողությունն արել, ինչու, որովհետեւ օրենքի հանդեպ ակնածանք կար, չէին ուզում օրենքը խախտել, շրջանցումներ կարելի էր սողանցքների շնորհիվ կամ պատճառով, բայց խախտել ոչ, իսկ հիմա
ամեն ուրեք խախտված է, քարոզարշավը վաղուց սկսված է եւ ինչպիսի բռիությամբ ու գավառականությամբ է սկսված, որ մարդը ամաչում է ուզում է երեսը ծածկել եւ աշխարհին ասել՝ մի մտածեք էլի, բոլոր հայերը չէ, որ այսպիսին են։ Իսկ ձեր հարցադրման մյուս մասը թե Եթե այդպիսին է ընթացքը, եթե քաղաքական դաշտում հայտ ներկայացրած ուժերի հռետորաբանությունից մինչև վարքագիծ մենք այսպիսի երևույթներ ենք տեսնում, որի համար դուք ասում եք պետք է երեսը փակել եւ ամաչել, արդյոք մենք կարող ենք շարքային քաղաքացիներ հույս ունենալ, որ արդյունքը կլինի այնպիսին, որը մեր պետությանը նոր վտանգներ ու ռիսկեր չի բերի։ Եկեք դրան էլ հիմքից գնանք, հա, շատ լուրջ հարցադրում է, ես կուզենայի լրջորեն պատասխանել եւ ոչ թե էլի որևէ խրամատի տրամաբանություն, գիտեք, մեր տիպի երկրներում այդ խորհրդային, որոնք հայտ չեն ներկայացրել ընդհանրապես մետրոպոլիայից Ռուսաստանից կտրվելու կամ վախվորած հայտեր են ներկայացրել հրապարակախոսության մակարդակում միայն, երբևէ ընտրություն չի եղել։ Ընտրությունը եղել է պարզապես ձևական, իմիտացիոն մի բան, որով կնքվել է այն որոշումը, որն արդեն իսկ կայացված է եղել։ Այ հիմա էլ երևի թե իրենց հայտնի է, թե ովքեր քանի տոկոս են ունենալու, ինչ են անելու, եւ այս ընտրություններն ընդհանրապես բեմականացումների շարքին պետք է դասել։ Մեր տիպի երկրներում ընտրություն չկա։ Դուք կարող եք ասել 2018 թվականի այդ պայծառ հրաշալի իրադարձությունները, բայց ինչքան ժամանակը գնում է առաջ, դուք նկատում եք եւ հիմա բարեբախտաբար շատերն են նկատել, որ դա մի ուղեղային կենտրոնից իրականացված իմիտացիոն շարժում էր, որ խաղացին ժողովրդի զգացմունքների վրա եւ կարողացան արձանագրել այն, ինչ արդեն իսկ որոշել էին եւ ժողովրդին ներշնչել, թե տեսեք, դուք ընտրություն արեցիք, ասում եք մերժիր Սերժին, մերժեցիք Սերժին, ասում եք քայլ արա, քայլ արեցիք, տեսեք, դուք կաք, այդ ոգևորության ֆոնի վրա մեզ հասցրեցին 2020 թվականի աղետին։ Այնպես որ ընտրություն ոչ մի անգամ չի եղել եւ քանի դեռ մենք ազատ իրավամբ ազատ երկիր չենք դարձել, ընտրությունների մասին խոսելը մի քիչ կոտրված ժպիտ կարող է առաջ բերել ընդհանրապես։ Անշուշտ քաղաքացին իր պարտքը պիտի կատարի, այդ քվեարկությանը գնա։ Բայց քանի որ մենք սովետական ենք դեռևս, Ստալինի այդ խոսքերն են, չէ՞, կարևոր չէ, դա ովքեր են ընտրում, կարևոր թե ովքեր են հաշվում ձայները։ Իսկ ձայները վաղուց հաշված վերջացված են վերել։ Այսինքն քաղաքական ուժերի միջև առանցքային դերակատարների միջև այս ընտրապայքարը, որը մենք տեսնում ենք, սա իմիտացիա է։ Իրենք շատ լավ գիտեն ով է լինելու իշխանություն, ով է լինելու ընդդիմություն, դերերը բաժանված են, իրենք էլ գիտեն։ Մի քանիսը գուցե։ Թե ամեն դեպքում ռիսկ կա, որ հանրությունը կարող է ձախողել իրենց պլանները այդ կենտրոնի, որը այստեղ ընտրությունն է նշանակում եւ ընտրության արդյունք։ Ռիսկը չկա ընդհանրապես, որ կարող է ձախողել, որովհետեւ մենք ամեհի ուժի դեմ ենք կանգնած, բայց որ դրանցից մի քանիսը կարող են տեղյակ լինել, մի քանիսը, իսկ այն մյուսներն ուղղակի դեկորներն են, ընդհանրապես, որոնք իրոք անկեղծորեն կռիվ են տալիս մեկը մյուսի դեմ։ Ինչպես որ դուք ունենաք երկու շուն, երկուսն էլ ձերն են, նույնիսկ ազգականներ են, քույր եւ եղբայր են, դուք կարող եք նրանց կռվացնել ոսկորը ճիշտ տեղ նետելով։ Այնպես որ դրանք զբաղված են գզվրտոցով, իսկ նրանք ովքեր ամեն ինչ գիտեն, փորձում են իրենց դերը լավ տանել, որպեսզի այդ պարգևահաբը դրսից տրվող եւ այդ դուրսը դժբախտաբար բացառապես Մոսկվան է, դրսից տրվող պարգևահաբը իրենց համար այն պարգևահաբը, որ շնիկների բերանը կրկեսում դնում են, հա, գործողությունն անելուց հետո իրենց փայը մի փոքր ավելին լինի, բայց չէ ուզենա այսքան տխուր ճշմարտություններ ասել, իսկ սուտ ասել էլ ինձ թույլ չեմ տա, չգիտեմ հիմա։ Բայց մեր իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք լինում եւ որոնցից մեկը ես ուզում եմ դրան անդրադառնալ, իրականության մեջ շատ տխուր է եւ դրանից խուսափել չեն կարող։ Խոսքը այդ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին է, որ դպրոցականները փաստորեն փորձարեցին հարվածել վարչապետին,
էլի գնահատականները տարբեր են, ոմանք ասում են Փաշինյանը ինչ ցանել է, դա էլ հնձում է, այսինքն սիրո հանդուրժողականության հեղափոխություն հայտարարելուց բացի Փաշինյանը իր գործունեությամբ իրականացրեց ճիշտ հակառակը, խորը պառակտվածություն եւ ճգնաժամ բերեց հանրության ներսում եւ սա չէր կարող անհետևանք մնալ։ Հիմա էլ երիտասարդներից մեկին կալանավորելու որոշում է կայացվել 2 ամսով եւ լսում էի փաստաբանին, ով ասում է այդ երիտասարդը, այդ դպրոցականը զրկվեց դպրոցում վերջին զանգ ունենալու հնարավորությունից, այսինքն այստեղ անտեսվում է պետության նկատմամբ այդ հարգանքը, չգիտեմ, պարտավորությունը, գուցե ոչ հարգանքը, բայց պարտավորությունը, ինչ կարող եք ասել, ինչի արդյունք էր այդ միջադեպը։ Գիտեք ինչի արդյունք էր, իշխանության չասեմ ինչի, բայց շառ լինելու հետևանք էր, արդյունք չէր, այլ հետևանք էր, որտեղ իսկական ոնց որ շառ լինեն։ Այն նախապես հայտարարեիք սոլիդ պետություն, սոլիդության նշան չկա էլի մեր իշխանությունների մեջ։ Դրանք իսկականից պերաշկու սերունդ են, ձեթով, ձեռքերով ուտելով առանց անձեռոցիկի, հա։ Սոլիդություն չկա, նախապես պիտի երկրի ղեկավարը գնում է, այնտեղ անվտանգությունը պիտի լիներ, բան եւ մարդկանց ոչ թե հրժելով, այլ արդեն իսկ միջանցք ապահովված լինելով, իսկ հիմա էլ այդ երեխեքին բռնել են, չգիտեմ, դպրոցական է, ասում եք դպրոցականներ են, հա, այն մորուքով երեխան դպրոցական է, մորուքով հիմա դպրոց են գնում։ 12-րդ դասարան են, ես ոնց հասկացա, բայց մորուքով դպրոց կարելի է գնալ, այն դա չգիտեմ, մի քիչ ինձ համար անհասկանալի է այդ վիճակը, այստեղ ընդհանրապես մի բան կարող եմ խնդրել, իհարկե շատ վատ է, որ պետության ղեկավարի վրա կարելի է ձեռք բարձրացնել կամ փորձել, բայց չէ որ իշխանությունն ինքն է հասցրել ատելության այդ աստիճանին, մենակ մի բան կարող եմ անել, խնդրել ասել Նիկոլ ջան, մի արա, քեզ սոլիդ պահի, մեծ տղա ես արդեն, եւ պետություն հասկացի որտեղ ես ընկած դու, ձեռքդ ինչ է ընկել, չի կարելի երեխեքին բռնել, մեծությունը ցույց տուր, մանրախնդիր մի եղի, այդ ներքևում ճնշվածները, ում աշխատավարձը ցածր է, ում չգիտեմ, ապրելու միջոցները վատն են, ովքեր մտածում են այսօրվա հացի փողը որտեղից են ճարել, նրանք կարող են դառնացած լինել։ Դու այդքան դառը այն Թումանյանի ասած ոտքի տակ ընկած վարունգի նման, որ չասած վիճակում ոտքի տակ ընկել եւ դառնացել է, դառնացած ժողովուրդ այդ վերնագրով մի բան ունի, չքնաղ գործ է Թումանյանի այդ գործը։ Էջուկեսանոց բաց է, բան է։ Խնդրեի, որ ձեր դիտողները կարդային։ Այդքան դառնացած չի կարելի լինել, ժողովուրդն իրավունք ունի դառնացած լինելու, ժողովրդի մի հատված վերագրիր դրան եւ ամոթ եմ, դա նույնիսկ մեծահոգության բան էլ չէ, այնտեղ Մակրոնի վրա ձեռք բարձրացրին, հիշում եք թե Սարկոզիի խփում էին բան են անում, բայց որևէ մեկը ոչ մի օր չնստեց բանտում, ոչ մի օր։ Դուք հասկանում եք, մենք ինչքան շրիշակային մակարդակի իշխանություն ունենք։ Նիկոլ ջան, հասկացիր, սա քո պատիվը չի, դա չգիտեմ ունես թե չունես, այլ մեր պետության պատիվն է, պետության ղեկավարն իրավունք չունի։ Ես հիշում եմ, 20-30 տարի առաջ Էրդողանը, որ դատի էր տվել ինչ-որ բանի, ասել էր մեկ լիրա եմ դրա դիմաց պահանջում, իրեն վիրավորելու բանում, ուրիշ պատիժ չեմ պահանջում, ոնց կարելի է տանել այն եկեղեցում շառ անել, չի կարելի բորբոքել մարդկանց։ Ես ուրախ եմ, որ գնում եմ Պուտինի հետ հանդիպելու, այսինքն մի երկու օր գոնե Հայաստանում հանգիստ վիճակ կլինի։ Այս ինչ խառնակցություն է, հետո ինքն էր գրում է մեծ խառնակցություն վերնագրով մի հոդվածաշար էր գրել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի մյուսների ոսկորներն էր Լևանում, չի կարելի այդքան մանր լինել, մի քիչ սոլիդ, մի քիչ տղամարդ է պետք լինել եւ տղամարդությունն ամենևին թիկունքում թաքնվելով պետության ուժի, ոչ թե իրենց ուժի թիկունքում թաքնվելով ժողովրդին հալածելը չէ։ Ոստիկաններին ասելով ձեռքերը բռնեք եւ գնալ վրան թքելով չէ, դա պետությանը վայել չէ, հասկանում եք։ Նժդեհն ասում էր մայրերի ափի մեջ է, ափերի մեջ է, չէ, ժողովուրդների ապագան։ Մենք տեսնում ենք այդ մայրերը ինչ նշաններ են ցույց տալիս պատշգամբներից, դրանց ափերի միջից ինչ ճապեր պիտի դուրս գան եւ այսօր կանգնեն մեր այս պետության գլխին, մեր այս երազանքի գլխին կանգնեն եւ շատ վատ է, ուղղակի մարդկայնորեն ամոթալի է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհում Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն,
շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պետության ղեկավարի այդ կերպարի սոլիդարության անդրադառնալով, եթե համեմատենք մեր նախկին ղեկավարների հետ, ինչ կարող ենք ասել։ Համեմատում են համեմատություն այսքանի օրերի ընթացքում տեղի ունեցել ու լրիվ այլ համատեքստում բռնապետություն, ժողովրդավարություն, ավելի ազատ Հայաստան, ավելի ոչ ազատ Հայաստան համատեքստում։ Դուք ինչ համատեքստում կդիտարկեք, թե ընդհանրապես պետք չի համեմատել։ Չէ, համատել կարելի է, որտեղ ամեն ինչը փիղը ավտոբուսի հետ կարելի է համատել, իհարկե համատություններ կան։ Եթե տրամաբանություն առարկան անցել են, կարող են իմանալ, որ համատելը շատ կարևոր բան է, համատական մտածողությունը էլ ավելի կարևոր։ Ես հիշում եմ, որ պարոն Քոչարյանը, երբ որ տուռնիկից վար չէր իջնում, անընդհատ նկարները դա են իր իշխանավարման ժամանակ, բասկետբոլ էր խաղում, իսկ հետո տարավ մեր օպերա եւ բալետի ակադեմիական թատրոնում ծանրամարտի մրցումներ անցկացրեց։ Ես գլուխս բռնել եմ, ասում եմ, վայ, ուդի չանք, սանից ներքև այլևս հնարավոր չէ։ Սա ճիշտ նույնն է, ինչ որ այդ եգիպտացորեն ուտելը կամ պերաշկի ուտելը, հասկանում եք, այստեղ որակական ռուսերեն բառն ասեմ, թե հայերեն հարգի խնդիր է, այսինքն պրոբի, հա, ոսկին էլ չէ, պրոբ ունի, հարկ ունի։ Այս հարգը շատ է ցածր։ Եթե մի 2 գրամ ազնիվ մետաղ կա, ոսկի կա, դա էլ իրենց շնորհքը չէ, որ կա։ Դա պետության շնորհքն է։ Իրենք չէ, որ կառուցել են այդ պետությունը։ Պետություն չեղած ժամանակ պետությունը կառուցել են Վահան Տերյանը, Չարենցը, մյուսները իրենց ուսերը դեմ են տվել, որի վրա կանգնած մենք ունենք այսօր պետությունը, այսինքն հարգը նրանց հարգն էր բարձր, ոսկու հարգը, այստեղ ամբողջությամբ ժեշտ է պարզապես, եւ Քոչարյանի պարագայում, եւ հետագայում Սարգսյանի, եւ հիմա Փաշինյանի պարագայում, այստեղ կարգաբանական աստիճանի խնդիր կա, իրենց կարգաբանական աստիճանը դժբախտաբար այն օծի նման փաթաթել են մեր պետության վզին եւ մեզ պատահական չէ էլի որ մեր շրջապատում ընդ որում ոչ իմիկվանից 20-րդ դարի սկզբից 10-րդ դարի վերջից տեսեք մեր հարևանները չեչեններ, թաթարներ, վրացիներ, պարսիկներ, թուրքեր մեր մասին ինչ կարծիքի են մենք գիտենք որ մեր մասին պիտի կարծիքի լինեն բարձր Վիկտոր Համբարձումյան, Կոմիտաս, բան, այսպիսի անուններ կարող ենք տալ, բայց չէ, իրենք ուրիշ կարծիք են, ինչ պատճառով, պատճառը մեկն է, այ որովհետև պետության գլխին կամ հանրության գլխին, երբ պետություն էլ չենք ունեցել, կանգնած են եղել այսպիսի ստոր կարգաբանական աստիճան ունեցողները։ Հիշում եմ Շիրվանզադեի մի գործում այսպիսի բան, չէ, ներողություն Լեոյի մոտ էր, որ ասում է, երբ որ եկավ Որոնցով Դաշկովը փոխարկա, հա, Գոլիցինին մերոնք ռադարեցին, շնորհակալություն եւ երախտագիտություն դրա համար դաշնակցությանը, որ այնքան վաղցրեցին այդ հայակերին հանեց ցարը, բերեց Որոնցով Դաշկովին, նա ընդունելություն կազմակերպեց 3 այդ գլխավոր ժողովուրդների, հա, որպես Կովկասի փոխարկա, ասում է վրացիները գնացին իրենց իշխանական այդ համազգեստներով, բան որպես իշխաններ, արիստոկրատներ մտան Գնացին թաթարները իրենց փափախներով, բան պատրոն դաշտները կապած եւ հարգանքներ շնչելով կամ գոնե ուժի ցուցադրմամբ։ Իսկ հայերը գնացին իրենց ներկայացան ոչ թե իրենց ազնվականությամբ կամ իրենց ռազմական ուժը ցուցադրողներով, այլ հաստափոր վաճառականներով, վաճառականի հետ խաղացող աչքերով, որ որտեղից մի բան կարող են բլոկել, եւ որոնցով Դաշկովն էլ լինելով կայսրության մեծ կայսրության ներկայացուցիչ, բոլորի հարգն էլ հասկացավ ինչպիսին է եւ ըստ այդմ էլ վարվեց նրանց հետ եւ մեզ հետ շատ վատ վարվեցին։ Այդ մենք ենք առաջին հերթին մեղավոր, որ մեզ հետ այդպես են վարվում։ Մեր մեջ ինչ կա, մենք ոնց փոխենք, որ ստիպենք, որ մեզ հետ այդպես չվարվեն, խաղությունից ենք անընդհատ խոսում, մենք ոնց ստիպենք, որ 10 անգամ չափեն, նոր մտածեն, մեր սահմանը խախտել կարելի է, թե ոչ։ Դրսում չեն լսում, որ մենք սուտ ենք խոսում այստեղ վարչապետի մակարդակով, արտգործնախարար, որ
Մենք բերել ենք կնքված փաստաթուղթ կա, նախաստորագրված ինչ որ բան կա, ճիշտ է, փաստաթուղթ կա խաղաղության մասին, չկա, չէ՞։ Բա ինչ ենք սուտ խոսում, թե խաղաղության փաստաթուղթ է ստորագրված։ Նախաստորագրված այդպիսի բան մենք տեսել էինք, ասենք, հայ թուրքական այդ պատմական հանձնաժողովի նախաստորագրվածը ցանկացած պահի կարող է պատրվել եւ դեն նետվել։ Իբր ստորագրվածը չեն կարող ցանկացած ստորագրված, այո, իհարկե վիճարկել կարող են, բայց պատրել դեն նետել չէ։ Ու չէ ստորագրվի դա։ Որովհետև տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում։ Տրամփը այսօր ժամանակի հետ է խաղում, հա, 2 շաբաթ, 5 օր, ամսի 6-ը, չգիտեմ 4 շաբաթ, 3-4 շաբաթ, 2 ամիս, հա, գելտոզի անում էլ, ինչպես իմ ընկերը մի անգամ ասաց։ Այսինքն տեսնում ենք ինչ է կատարվում, դա էլ չի լինելու։ Ռուսները թողելու են, որ Թրամփի բան լինի, ուղի լինի, Թրամփը մնալու է, մինչև դա կառուցվել է։ Հիմա կտեսնենք այնտեղ իմպիչմենտի գործընթացն ինչպես կընթանա Միացյալ Նահանգներում կոնգրեսի եւ սենատի ընտրություններից հետո։ Այնպես որ մենք լրիվ լակոտի նման ենք մեզ պահում։ Մենք ովքեր մեր էլիտան, մեր իշխանությունն է իմը, անդիմությունն է իմը, դրանք մենք ենք, մենք բոլորս ենք։ Տեսեք, ես ձեր եթերում էլ մի քանի անգամ խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ գնացեք Թումանյանի էջուկեսանոց այդ անկեղծ չենքը կարդացեք։ Տեսեք, վերնագիրը ոնց է դրել, անկեղծ չենք։ Ինքը իրեն չառանձնացնելով է ջո, ինքը անկեղծ մարդ էր, ինքը սուտ չէր խոսում, բայց ասում է սա իմ մարմինն է, ես սրանից դուրս չկամ, ինչ եմ առանց քեզ, միայն Անտունի, հա, ոնց է ասում Արթուր Մեշյանը։ Մենք մեզ ժողովրդից այն կողմ ենք դնում, սա է մեր խմորը։ Կարող ենք խմորն ազնվացնել։ Թե սադուկեցիների խմորն է դառնալու, ինչպես ավետարանում է ասված, որի վրա հաց թխել հնարավոր չէ։ Որ թթխմորն ենք մենք, մեր թթխմորն է հոտած, եւ իշխանություն լինի, եւ ընդդիմություն լինի, կամ այդ երկուսին այպանողներից երրորդ մեկը լինի, բայց էլի նույն տրամաբանության մեջ, այստեղ որակական փոփոխության խնդիր կա, իսկ սրանք մնացած են տիպիկ մարքսիստ են, որ քանակական փոփոխությունը հանգեցնում է որակական փոփոխության։ Ավելին սրանց իրոք մարքսիստ են, իրոք սրանց գիտակցությունը որոշվում է կեցությամբ, ասում են, չէ, կեցությունն է որոշում գիտակցությունը, դրա համար էլ այս կաշառքները որտեղից են գալիս, օրինականացված կաշառքները, եթե մյուսները ծածուկ էին տալիս, այն բաներ կային, կուսակցությունները, որ հիմա էլ են ոտի կանգնել, կաշառք էին տալիս, ընտրակաշառք, հիմա օրինականացվել է շատ բարձր աշխատավարձեր նշանակելով, իսկ մյուսներ ինձ նմաններին, որոնցից ոչ մի բան կախված չէ, նրանց մենակ քվեաթող կենան դեմ քվեարկեն կամ իրենց չընտրեն, իսկ մյուսներին կաշառում են։ Ինչու, որովհետև իրենց մտածողությունը, իրենց գիտակցությունը իրոք որոշվում է կեցությամբ։ Իրենց կեցությունը, այսինքն ուտելը, դրա համար էլ էս ուտելն են ռեկլամանում։ Ով ինչքան խորը կարող է բերանը տանել պերաշկին, հասկանում եք, սա տեսնում են ուրիշներն էլ, ես դրանից եմ վատ զգում։ Հիմա ոնց աշխարհին ոնց համոզենք, որ ախր չէ էլի հայ ժողովուրդն այդպեսին չի։ Բա որ բանավիճում են էշի զրոցի շուրջ։ Այդտեղ կարելի է իհարկե կատակի տալ, ասել դե երկուսն էլ ճիշտ են, բայց չի կարելի, մեկին է ասում զռան, մյուսին է ասում զռա, թող բոլորն էլ զռան, ժողովուրդը կատարի ընտրություն, ինչ են, ժողովրդին զրկում ընտրություն կատարելու իրավունքից, դա է իրենց վարձքն այդ իսկ է, ինչպես ավետարանում է ասվում, իրենք էշից ու զռոցից են կողմ ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հասկանում, իսկ եթե հասկանում են, պատիժը շատ խորն է, Հիսուսը ներում ինչ էր հայցում, ժողովրդի համար ասում էր ներիր նրանց հայր, քանզի իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում, իսկ եթե գիտեն ու անում են, դժողքի դռները դրանց համար կռնկի վրա արդեն իսկ բացված են, եւ նրանց հաշիվը խեղճ ժողովրդի ջանից դուրս եկավ, մեր ժողովուրդը փակեց այդ հաշիվը massամբ, երբ որ եռաբլուրը եռապատկվեց, եւ դեռ էլի ենք հաշիվը փակողը մենք լինելու, որովհետեւ դեռ շարունակում են այս գեղցիությունը։ Հա, բայց անդրությունը ժողովուրդը մեղավորություն չունի, պարոն Հայրապետյան։ Եթե իշխանությունը չունի զսպվածություն, չունի պատասխանատվության զգացում իր ընտրողի հանդեպ հարգանք, սա չի նշանակում, որ ժողովուրդը ամեն դեպքում եւս թերացել է, չի պահանջել, պահանջկոտ չի եղել։ Արդեն մի 10 տարվա իմ եւ իմ ամենասիրելի ընկերոջ վիճաբանության թեման է դա։ Ինքն ասում է, որ ժողովուրդն է մեղավոր, ես ասում եմ չէ էլի, ժողովուրդը մի ֆունկցիա ունի։
իր միջից կաթի նման կարծեմ այդ օրինակը բերել եմ ձեզ, չէ՞, թե չէ։ Եթե չեմ բերել, ասեմ, հա։ Ցանկացած ժողովուրդ կաթի նման է, գիտեք։ Կաթը խանութում վաճառվում է, շատ լավ բան է։ Ժողովուրդն իր միջից արտազատում է իր ամբողջ էներգիան տալիս է, սերուցք է արտազատում, սերուցքն իր գործառույթն ունի, ինքը պետք է արտաքին փոշուց բանից պաշտպանի, հա, եւ սերուցքն ավելի թանկ է խանութներում վաճառվում։ Մեր դժբախտությունն է եղել, որ սերուցքը մշտապես քաշվել է 15 թվականին Պոլսում, պատահական չէ, թուրքերը կայսրություն էին, գիտեին ինչ էին անում։ Այդ 200 հոգու գլուխը տարան կերան են արդեն մնացած մարմինը ոչինչ է։ Ներքևում տականքն անգամ, եթե առանձին փորձեք ուտել, այդ որ մի քիչ վառված է, այդ գժեր, հոգեկան հիվանդներ, չգիտեմ, այնտեղ ավազակներ, բաներ, իրենք իրենց տեղում շատ նորմալ են, բայց մի հատ չար ձեռք այսպես խառնել է հիմա։ Եվ լաստ բարձրացել է վերև տականքը, սերուցքը սկել իջել է ներքև, եւ ընդամենը որ առանձին դրանք համեղ էին, հիմա մի կում մեր հանրույթից ուզում ես կում անել եւ սրտխառնք ես զգում, խառնված են իրար։ Դրա համար ժողովրդին մեղադրել պետք չէ, եթե մեղքի բաժին կա, դուք ինձ կարող եք մեղադրել, ինձ կարող եք ծեծել, սպանել, գիտեք ինչու, որովհետեւ ես իմ պարտքը երևի լավ չեմ կատարում, որովհետեւ այդ սերուցքի անկախ իմ գրաված դիրքից, անկախ իմ չնչին ողորմելի աշխատավարձից, որ իրենց նախաճաշի կամ ընթրիքի, ընդամենը մեկ անգամվա ընթրիքի վճարն է։ Միևն է, ես պարտավոր եմ առաքելությունից չթրջելու, որովհետև ժողովրդն իր բերանից կտրել ժամանակին ինձ է ուսյալ սարքել։ Սերուցքի մաս եմ, անկախ նրանից, որ հիմա տականքն է սերուցքի տեղը գրավել արդեն 30 տարի շարունակ։ Այ կարող եք մտավորականներին, մտքի մարդկանց, հոգու մարդկանց մեղադրել եւ լրիվ տեղը կլինի եւ մենք դատապարտված կլինենք ապաշխարելու, եթե մինչև վերջ սրիկա չենք դարձել, բայց ժողովուրդն էլ ինչ անի, իր ձեռքի մեջ։ Ինչպես խոսի մտավորականը, պարոն Հայրապետյան, երբ քաղաքացին հրճվանքով հետևում է այդ տեսարաններին, այդ ցածրորակ տեսարաններին։ Մի կողմը ոգևորում է, մյուս կողմը քննադատում է, բայց մյուս կողմի վարկն էլ այնպես չի, որ փայլուն է եւ քննադատողները ունեն քննադատելու իրավունք։ Ուրեմն մտքի մարդիկ, հոգու մարդիկ շատ թույլ են, շատ նվազ են, շատ նվաղ են, որ չեն կարողանում այն խոսքն ասել, որ ժողովուրդը այդ ոգևորումն էլ, այդ հայհոյանքից ստանալիք հաճույքն էլ թողած մի կողմ, այս կողմ ազնիվ արժեքների հետևից գնա, ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը ընդհանրապես գնում է պարզված դրոշակի հետևից, ինչ դրոշակ ենք պարզել մենք մտքի մարդիկ, հոգու մարդիկ, ուրեմն լավ չենք պարզել, ուրեմն մեր դրոշակի մեջ էլ կեղծություն է տեսնում, ուրեմն շատ են հավաքել այդ յուղայնությունը, այսպես ժողովրդի մեջ էլ յուղայնություն չի մնացել, որ սերուց կարտազատի, էլ ինչ անի, 20 թվականին պատերազմ եղավ, այդ զինկոմիսարիատների դռները ջարդում էին երիտասարդները, որ գնային կռվելու։ Էլ ինչ անի ժողովուրդը, երբ շեփորը հնչեցվում է մարտի, մեր ժողովուրդը կանգնած է։ Դրանից ավելին ինչ անի, ցույց տվեք մի հատ գեներալի, որի լակոտներն այնտեղ էին։ Ստամոքսով դատող գեներալների ուզում եք հարյուրներով ասեմ հենց հիմա։ Նույնիսկ չգիտեմ այդ գլխավոր շտաբի պետ, բան, որ ասում է կսովածանանք իջնեն։ Հայրենիքը սովածանալու կշտության չափով են չափում։ Այդ Մարկեսի ասածն է, կովեր արած է կյանքը կարճ է, հա, որովհետև միայն արածելու մասին են մտածում, աշխարհը դիտում են իրենց այդ նեղ արածելու սահմաններում են, որ կալերում եզներ են կապած եղել, երկու կողքից սենց փայտեր էին դնում, որպեսի կողքերը չնային ուտելիքը չտեսնեին, որպեսի անընդհատ պատտվեին, այ իրենք մենակ էդ են։ Այս սա է, որովհետև այդ գեներալի տեղում պիտի լիներ, ասենք, լուսահոգի Դալի Բալթայանը, որ այդպիսին չէր։ Այդ գեներալների այսօրվա այս ուսադիրավոր Նիկոլը հենց եկավ չեկավ բռերով գեներալի կոչում տվեց, չէ, հետո էլ այդ գեներալներին տարավ բանտերը լցրեց։ Մի մասին լցրեց, իսկ մյուս մասը, որոնք չգիտեմ, կոչմամբ գեներալ չէին, թրի տակով անցան ու ստորի նման շարունակում են ծառայել։ Ես Նիկոլին չեմ մեղադրում։ Մի հատ ֆրանսիական փառահեղ ֆիլմ կա, հիացած եմ այդ ֆիլմով, Պիեր Ռիշարն է խաղում, կոչվում է Խաղալիք, հա, ռուսեն են տեսել Իգրուշկա, որտեղ տնօրենը որ վատ համբավ ուներ, տեղակալին ասում է հանիր շորերը մերկացիր։ Սա անում ասում է շալվարտը լիչեցրու։
Ասում եմ հիմա հրեշը ես եմ, թե դու ես։ Այդ ավտոբուսի տեսարանները տեսնելուց հետո որ լավ է երրաբլուրի կողքերը չեն գնում ֆրֆռալով այտենց երկելով։ Հիմա հրեշը Նիկոլն է, թե Նիկոլին ծառայողներն են։ Լավ մի անգամ կարելի է ներել, երկու անգամ ներել, երեք անգամ, բայց այդ դեպքում գիտեք ասում են, երբ որ պարավին մի անգամ բռնաբարում են, հաջորդ անգամ դուրը փակ է քնում։ Մի քիչ արժանապատվություն ունեք, թե դուք իսկականից գերհաճույք եք ստանում այդ մազոխիստ եք, թե ուղղակի կերակրամանը ձեզ համար եւս կյանք է։ Այս առաջերտին եւ իշխանության վերնախավի մասին է խոսքս, նրանց սին լքորի նման ծառայամտությամբ ծառայողների եւ նաեւ ընդդիմության կողքերը ֆրֆռացնողների, չէ՞ որ ինձ նմանները մի քիչ երկար են ապրել Հայաստանում եւ միայն Հայաստանում են ապրել եւ իրենք բոլորին ճանաչում են, այս ընդդիմության այս ստահակներին էլ գիտեն, չէ՞, ովքեր ինչի համար եւ ուր են գնացել։ Դրա համար մի քիչ տխուր է ստացվում, դրա համար չեմ կարողանում ժպտալ, թեկուզ շատ կուզենայի, թեկուզ այսօր որպես մտավորական ես պարտավոր եմ ժպիտ բերելու եւ ոչ թե, բայց ոչ կեղծիկ sense ինչ որ բաներ անելով։ Հիմա ձեզ լսող քաղաքացին դրանով էլ ամփոփենք, պարոն Հայրապետյան ջան, ասում է շատ լավ, պարոն Հայրապետյան, մեր սրտից խոսեցիք, բա հիմա մենք հունիսի 7-ին ում ենք ընտրելու, դաշտում չկան։ Մեր մեջ չկան այդ լավերը, այլ ընտրանքները, անկեղծները։ Հիմա ուզում եք, որ ես այնց խելոքի կերպարանք ընդունեմ եւ խորհուրդ տամ։ Ձեզ ինչու է թվում, թե ես ավելի խելացի եմ, քան այդպիսի հարցադրում անողը։ Ես ինքս չգիտեմ։ Գտեք նրանց, ովքեր կարող են այնքան ազնվություն ունեն, որ կարող են ասել ես չգիտեմ։ Թե չէ ինչի մասին ուզում եք հարցրեք, որ քաղաքական գործին ուզում եք բերեք, էլ կորոնայից խոսեն, էլ կանանց կոնսուլտացիայից խոսեն, էլ աստղագիտությունից, Ջենիֆեր Լոպեսից, ինչից ասեք իրենք գիտեն, տեղյակ են, այ կեղծիք է, ես չգիտեմ, ես տգետ եմ, ես չգիտեմ, թե այսօրվա ներկայացված արդեն իսկ օրենքը խախտելով ժամանակից շուտ ներկայացված ներկապնակում կա ազնիվ կետ, թե չկա, ինչքանով ես ճանաչում եմ, դեռևս չկա, գուցե կծնվի, ինչ որ մեկը կամ մի խումբ կծնվի, այդ ազնիվների չել ծնվի է, որտեղ երկու հայ գլուխ միապսեմ, չգիտեմ, կացեմ, չի եփվում։ Սոսկալի է, բայց հանկարծ չմտածեք, որ միաբանության կոչ եմ անում, բացարձակապես միաբան լինում են։ Այն Հրանտ Մաթևոսյանը ոնց էր ասում, փառահեղ ձևով, որ ասում է սպիտակ թաշկինակը ցույց են տալիս, ոչխարի հոտը հետևից գնում է, կամ այդ ժամանակ է միաբանություն, մեկ էլ դերձոր գնալիս է միաբան լինում։ Այն որ Արթուր Մեշյանն ասում էր ազգս բաժան լոկ միացավ գաղթի ճամփին անիծյալ, այդ միաբանության մասին չէ որ ուզում եմ ասել, արժեքներ ունենք թե չունենք, այ արժեքներ։ Կոնկրետ ինձ նման է, եթե կտեսնի, ես դրան եմ սպասում, եթե կտեսնեմ, որ որևէ ուժ առաջին կետով կֆիքսի, կերթվի, որ առաջին կետով Հայաստանում չի կարող լինել մրցակից որևէ երկրորդ պետական լեզու, կյանքի բոլոր ոլորտներում բացառապես հայերենն է լինելու, որովհետև լեզուն ազգի հոգին է, եթե այդպիսի կետ կունենա, երկրորդ կետով, եթե կասի, որ KGB արխիվները պետք է բացել, մի անգամ այդ մեռելը թաղել։ Երրորդ կետով կասի, որ չգիտեմ, Հայաստանին այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է դեսովետիզացիա, այսինքն այդ սովետական, մարքսիստական, լենինյան քիչ առաջ, որ ասում ենք այդ մտածողությունից դուրս բերել, այ եթե երեք կետերը կլեն, այն մնացածին կարելի է չնել, կգնամ այդ ուժին ձայն կտամ, այլապես ես նստելու եմ իմ գրքերի մեջ մխիթարությունս այդտեղ գտնեմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։